ինչ վերաբերվում է նախարարի հայտարարությունների, կարծեմ մեր ուժից պարոն Ալեք Ալեքսանյանը հանդես է եկել այդ պատմության մասին տվյալներով, բայց եթե պետք է ես էլ կարող եմ ասել, բանը 70 միլիոն դոլար ներդրում էին կարել, օրենքը 3 օրում օրենք փոխեցին եւ արգելեցին այդ արտադրանքի արտահանումը մեր եւ 3-4 ուրիշ գործարանների։ Գևորգ Պապյանը որպես տնտեսական հզոր գործիչ որոշեց, որ 3 օրում նոր եկած դեռ նախարար էր։ 3 օրում պետք է ընդհանուր Հայաստանի մետալուրգիայի ապագայի համար շրջադարձային փոփոխություն անի եւ գնացել էի հանդիպման մեր ճիշտ որ ասեմ մի տարի չէի հանդիպել իր հետ, բայց բոլոր նախարարների հետ, ես բոլոր Հայաստանի էկոնոմիկայի նախարարների հետ վերջի 10 տարին երևի ամեն ամիս հանդիպել ենք, քանի որ հիմնական ներդրողն ենք երկրի։ Ի պաշտոն է այսպես ասած։ Իր հետ մի տարի չէի հանդիպել, ճիշտ որ ասեմ, քանի որ տպավորությունը պրոֆեսիոնալիզմի առումով, չգիտեմ, մի քիչ հարցեր կային։ Հանդիպման արդյունքում տպավորությունները հիմնավորվեցին, ես ներկայացրեցի, որ ոլորտին, մետալուրգիայի ոլորտին հարված է հասցնելու պետք է ժամանակ։ Իրենք առաջարկեցին սուբսիդիա տրամադրել, որը բառացի իմ կողմից ասվել է, որ այս ոլորտի համար սուբսիդիան նպատակահարմար չէ։ Լավ է, որ իր փոխնախարարն էլ է այնտեղ եղել, Էդգար, չեմ հիշում ազգանը, ինքն էլ է եղել, երևի ինքն էլ հիմա կամ աշխատանքից ելնելուց հետո կհաստատի այս խոսքը։ Ու մի բան էլ ավելացնեմ, երկրի էկոնոմիկայի նախարարը դա պաշտոն է։ Նրանք պետք է զբաղվեն, աշխատեն գործարարների հետ։ Ինքը, որ ուրախանում է, որ իր հետ մարդ է հանդիպել, պետք է հաշվի առնի, որ ինքը կառույցի, ինստիտուտի հետ են հանդիպում։ Ես իրեն ոչ ճանաչել եմ, ոչ էլ ամենահավանական եմ, իրար չենք ճանաչել մենք կամ ես իրեն չեմ ճանաչել մինչև այդ եւ հնարավոր է այդ աշխատանքի բերումով որպես երկրի ներկայացուցիչ պետք է հանդիպեինք աշխատեինք։ Պարոն վարչապետի մոտ էլ է հաճախ այդպիսի բաներ հայտարարություններ լինում, երբ ասում է գալիս են ինձ դիմում են, պարոն վարչապետ, ձեզ դիմում են որպես երկրի վարչապետ, որպես հայերի, բոլոր հայերի, հայրենիքի մարդ, ով տնօրինում է մեր երկրի պետական ապարատը, ձեզ չեն դիմում որպես անձ։ Պետք է հաշվի առնենք սա, չանձնավորեցնենք, չհագնենք այդ կոստյումը, որը մերը չի։